Մի 5 տարի առաջ ես շատ ուժեղ քրոնիկ մեջքի ցավեր ունեի, ու այս ցավերը երբեմն այդքան ուժեղ էին, որ ես չէի կարողանում տեղիցս վեր կանայի, ու ես գնացի տարբեր բժիշկների, ու ինձ մի 3 տարբեր բժիշկ ասեց, որ քեզ այլևս չի կարելի մարզվել ընդհանրապես մինչև կյանքի վերջ ու առասարակ ոչ մի ծանր բան պետք է չբարձրացնեմ, ու ես բնականաբար չլսեցի իրանց, ու իմ մեջքի ցավը մենակ անցավ այն ժամանակ, երբ որ ես տարբեր ծանր ուժային վարժություններով ուժեղացրեցի այն ողնաշարի մկանները, որոնք որ ցավում էին, ու այդ դեպքը ինձ մի հատ կարևոր բան սովորեցրեց, ինչը այնա, որ երբեք չի կարելի լիարժեք վստահել բժիշկի կամ ինչ-որ ուրիշ մասնագետի, ու որ ոչ մեկ երբեք այնքան շահագրգռված չի լինելու քո առողջությամբ ու առասարակ քեզնով, ինչքան դու ես։ Ինչի պատճառով շատ կարևոր է, որ դու ինքնուրույն գոնե ինչ-որ քանակի գիտելիք ունենաս քո մարմնի մասին, քո ֆիզիոլոգիայի մասին, որպեսզի կարողանաս քո դատողությունը օգտագործես ու ինչ-որ որոշումներ կայացնես այս գիտելիքի հիման վրա։ Ես չեմ ասում, որ բժիշկների վստահել երբեք չի կարելի, որտեվ կան համ լավ բժիշկներ, կան համ վատ բժիշկներ, ոնց որ եւ բոլոր մասնագետների դեպքում, բայց իմ ասածը այն է, որ եթե դու չես ուզում հայտնվես այն սիտուացիաներում, որտեղ քեզ մի բժիշկը մի բան ասում, մի բժիշկը մյուս, ու դու ընդհանրապես գաղափար չունես ում լսես, քեզ պետք է ինքնուրույն ունենալ գոնե որոշակի բազային ֆունդամենտալ գիտելիք, որպեսզի դու կարողանաս ինքնուրույն դատես ու որոշումներ կայացնես։ Ոյսի բնականաբար մենակ բժշկությանը չի վերաբերվում, այլ ուղղակի բոլոր ոլորտներին, օրինակ եթե դու ինքնուրույն մարզվում ես ու տարբեր խորհուրդներ ես լսում, քեզ շատ դժվար է լինում, հա, կողնորոշվել որ խորհուրդն է ճիշտ։ Լիքը մարդ ինձ ասում է, եթե դու քո վիզիոները մի քիչ ավելի պարզ ֆորմատի սարքեիր, մի քիչ ավելի մակերեսային լինեին, այսքան չխորանայիր, այսքան տերմինոլոգիա չօգտագործեիր, քեզ շատ ավելի շատ մարդ կնայեր, բայց եթե ես այս ամեն ինչը չանեի, իմ վիզիոների սա իմաստը կկորեր։ Որովհետև իմ վիզիոնի իմաստը այն չի, որ ես մարդուն ասեմ, էսա լավագույն մեթոդիկան պարապելու, որպեսզի լավագույն արդյունք ունենաս, այլ բացատրեմ ինչի է այդ տենց, որոնք են այդ ֆունդամենտալ մեխանիզմները, որպեսզի այդ մարդը այդ գիտելիքի հիման վրա կարողանա ինքնուրույն դատողություն անի։ Ձեզ պետք չի ամեն օր ժամեր տրամադրել ձեր կյանքից ինչ-որ խառը հետազոտություններ կարդալուն, բայց գոնե փորձեք միշտ ինքնակրթությամբ զբաղվել ու միշտ ձեր գիտելիքը բարելավել։